Ողջույն, առաջին ալիքի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տեր-Մինասյանն եմ և բնականաբար մենք զրուցելու ենք առողջության մասին։ Իսկ այսօրվա թեման շատ հետաքրքիր է, մենք խոսելու ենք անպտղությունից, բայց խոսելու ենք անպտղության հորմոնալ պատճառների մասին, երբ կարծես առաջի հայացքից ամեն ինչ նորմալ էր, բայց զույգի մոտ կա անպտղություն։ Ինչպես ճանաչել, ինչպես ախտորոշել, ինչպես իհարկե բուժել, խոսենք այսօրվա հաղորդման ընթացքում, դիտում ենք տեսանյութը, հետո իհարկե հրավիրում ենք մասնագետին։ Գնացինք։ Անպտղությունը միայն անձնական դրամա չէ, այլ համաշխարհային առողջապահական խնդիր։ Այսօր աշխարհում միլիոնավոր զույգեր բախվում են վերարտադրողականության խնդիրների։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների, աշխարհում ամեն 6-րդ չափահաս մարդ իր կյանքի ընթացքում բախվում է անպտղության խնդրին։ Անպտղության դեպքերի 33%-ի պատճառը կանանց առողջության գործոնն է, եւս 33-ի դեպքում տղամարդկանց, մնացած դեպքերում խնդիրը երկկողմանի է կամ անհայտ ծագման։ Անպտղության ընդհանուր գործոններից է կնոջ տարիքը։ 35 տարեկանից հետո կանանց մոտ ձվաբջիջների պաշարը եւ որակը կտրուկ նվազում է։ Վնասակար սովորությունները, տարած ինֆեկցիաներն ու չբուժված բորբոքումները վնասում են կնոջ վերարտադրողական օրգանները։ Էնդոկրին կամ հորմոնալ անպտղությունը կազմում է բոլոր դեպքերի գրեթե 1/4-ը։ Սա մի վիճակ է, երբ մեր օրգանիզմի ներքին կարգուկանոնը խաթարվում է եւ հորմոնները սխալ հրահանգներ են տալիս օրգաններին։ Օրինակ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որը հազարավոր կանանց մոտ անպտղության գլխավոր պատճառն է, հաճախ ուղեկցվում է ինսուլինակայունությամբ, ստացվում է շղթայական ռեակցիա։ Նյութափոխանակության խանգարումն ազդում է հորմոնների վրա, ինչն էլ իր հերթին թույլ չի տալիս ձվաբջջին հասունանալ։ Նույնպիսի կարևոր դեր ունի նաև վահանաձև գեղձը։ Եթե այն աշխատում է թերի կամ չափից շատ ակտիվ, ամբողջ վերարտադրողական ցիկլը կարող է խափանվել։ Էնդոկրին անպտղությունը շատ դեպքերում բուժելի է։ Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս դեղորայքային միջամտությամբ կարգավորել հորմոնալ ֆոնը եւ հասնել ցանկալի հղիության։ Գիտելիքը եւ ժամանակին արված հետազոտությունը խնդրի լուծման առաջին քայլն են։ Հետևեք ձեր առողջությանը եւ հիշեք, այսօրվա բժշկությունը թույլ է տալիս հաղթահարել նույնիսկ ամենաբարդ խնդիրները։ Այսպես հարգելի հեռուստատողներ, ժամանակն է հրավիրել մասնագետին, իսկ ես ունեմ հրաշալի մասնագետ, իմ հյուրն է էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը, դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Եվ այսպես մենք խոսում ենք այսօր անպտղության մասին, մենք խոսում ենք էնդոկրին խնդիրներից, ես ուզում եմ, որ մի հատ հարց տանք մեր հեռուստադիտողին և նաև հանդիսատեսին, իրանք սկսեն մտածել, քվեարկել, իսկ մենք քննարկենք, արդյոք տղամարդու էնդոկրին խանգարումները կարող են բերել զույգի մոտ անպտղության, չպատասխանեք։ Մտածենք, մենք գնանք քննարկենք կնոջ հետ կապված խնդիրները, իսկ հեռուստադիտողը թող մտածի։ Եվ այսպես անպտղություն, բազմաթիվ հորմոններ, հորմոնալ խանգարումներ, իդեպ հորմոնալ խանգարումներ, դրանք հաճախ հանդիպող երևույթ են, թե չէ։ Դա հազվադեպ, ինքը հորմոնալ խանգարումներ ունի։ Շատ լավ, տեսեք, անպտղությունը ինքը շատ տարածված խնդիր է եւ բնակչության ամեն 6-րդ բնակիչ առնչվում է այս խնդրի հետ։ Եվ ԱՀԿ-ն սահմանել է այսպիսի մի ցուցանիշ, եթե որևէ երկիր ունի 15%-ից բարձր անպտղության ցուցանիշ, ապա ինքը դեմոգրաֆիկ ճգնաժամի մեջ է գտնվում։ Եվ պատկերացրեք, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 16.8%։ Ինչ վերաբերվում է էնդոկրին անպտղությանը, էնդոկրին անպտղությունը նույնպես քիչ տարածված չէ եւ կազմում է մոտավորապես 40%-ը։ Բավականին մեծ թիվ է։ Այստեղ մենք կարող ենք գործ ունենալ վահանաձև գեղձի հետ ամենաշատ դրանից են, չէ՞, զարմանում։ Կնոջը ասում ես, օրինակ, դուք ունեք վահանաձև գեղձի խնդիր ու դրա համար դուք չեք հղիանում։ Ասում եմ, բայց ինչ գործ ունի, ինչ կապ ուներ իմ վահանաձև գեղձը իմ հղիանալու հետ։ Տեսեք, վահանաձև գեղձը շատ մեծ կապ ունի, քանի որ եթե կա օրինակ հիպոթիրեոզ կամ հիպերթիրեոզ, ինքը կարող է բերել անավոլատոր ցիկլերի։ Այսինքն ձվազատում չի լինում։ Մի այլ խնդիրը դա օրինակ հիպերպրոլակտինեմիայի հետ կապված խնդիրներն են, երբ որ պրոլակտինը, այսինքն այդ հորմոնը հիպոֆիզի պրոլակտինը, որը արտադրվում է հիպոֆիզում, ուրեմն շատ է արտադրվում եւ ինքը բերում է էլի նույն անավոլատոր ցիկլերի, սերմի որակի քչացմանը, քանակի քչացմանը, գինեկոմաստիայի նույն տղամարդկանց մոտ եւ հետեւաբար նաեւ անպտղության։ Մի այլ խնդիր, որի հետ առնչվում ենք, դա կորտիզոլի մակարդակն է, որը նույնպես իր տատանումները շատ կարեւոր են, այսինքն թե բարձրացումը, թե
ցածրացումը։ Եթե ասում ենք հորմոնալ խնդիրներ, կինը Միանգամ։ ֆիքսվում է, որ դա իր ձվարաններում է այդ խնդրը, բայց երբեք չի մտածում, որ Որովհետև նույն կորտիզոլի մակարդակը, որը արտադրվում է մակերի կամ կեղևային շերտում եւ ինքը ամենակարևորն է մեր գլյուկոկորտիկոիդներից, թույլ տվեք նշեմ, այո, արտաքին տեսքից ինչ կարող ենք տեսնել։ ակնե, սեբորեա, Սա հորմոնալ է, մենք մտածում ենք դա մաշկային խնդիրներ խնդիր է։ Դա հորմոնային խնդիր է եւ միանշանակ հենց արտաքին տեսքից որոշակիորեն կարող ենք մենք եզրակացնել այ պացիենտը, որ մտնում է, մենք նայում ենք իր ընդհանուր տեսքին Մարդը կարող է այսպեսի մաշկ ունենալ եւ դուք հասկանաք, որ նա ունի անպտղություն, օրինակի համար, կապը կարող են գտնել։ Որոշակիորեն, այո, կարող է լինել սիմպտոմ անպտղության։ Պես քո բախտը բերել է դու մաշկ չունես ու այս խնդիրը քեզ չի սպառնում։ Քնի խանգարումներ։ Զրուցում ես պացիենտի հետ, բարձում է քնի խանգարումներ ունի ու անպտղություն։ Այո, տեսեք, որովհետև քնի խանգարումը այն մի հետազոտություն են արել, երբ որ մարդը 5 ժամից պակաս է քնում, 5-6 ժամից, իր ֆերտիլությունը 10-ից 15% ընկնում է։ Դա կապված է մելատոնինի, սոմատոտրոպի, այսինքն այն հորմոնների, որոնք պետք է արտադրվեն քնած ժամանակ, կամ օրինակ պետք է քնել այսօր եւ զարթնել վաղը, ոչ թե նույն օրը քնել եւ նույն օրը զարթանալ։ 12-ից շուտ քնեք։ Առավել եւս եթե ուզում եք երեխաներ ունենալ։ Նաեւ նվազում է ֆոլիկուլո խթանիչ հորմոնը եւ դա բերում է անավուլատոր ցիկլի անպտղություն։ Գնացինք առաջ եւ այստեղ ունենք սուրճ։ Այո, Սուրճ եւ անպտղություն։ Մինչև 200 մլ սուրճի օգտագործումը ինքը վնաս չի պատճառում, բայց եթե այդ ցուցանիշը 400-ից ավել է, այսինքն 3, 4, 5 բաժակ, որ հայերս շատ ենք սիրում, խմում ես ու ասում ես, էլի հղիություն չկա։ այո, Բխանգարում է։ տեսեք, դա ազդում է իմպլանտացիայի վրա, այսինքն կարող է հղանալ, բայց իմպլանտացիան չկպնի։ Ճարպակալում, ավելորդ քաշ։ Ես միշտ ասում եմ, որ ճարպակալում ունեցող մարդը չի կարող առողջ լինել, նրա լյարդը չի կարող առողջ լինել, նրա սիրտը առողջ լինել, նրա անոթները, նրա ոսկրերը, ողնաշարը, հոդերը անթիվան համար։ Ճարպակալումը բազմապատճառային է բերում անպտղության, որովհետև տեսեք, ինքը բերում է առաջին հերթին ինսուլինի ռեզիստենտականության, որը բերում է հիպերինսուլինեմիայի։ Դա էլ իր հերթին ընկճում է սեռական հորմոն կապող սպիտակուցը եւ բերում է անավոլատոր ցիկլերի։ Մեկ այդ պատճառը։ Երկրորդը լեպտինի ռեզիստենտականությունը, եւ լեպտինի մակարդակը, այսպես ասած, մեր կենտրոնները դառնում են ոչ զգայուն այդ լեպտինի նկատմամբ եւ անդադ սոված ենք լինում, էստրոգենների քանակն է շատանում, դա իր հերթին բերում է ֆոլիկուլոստիմուլացնող հորմոնի ընկճմանը եւ հետեւաբար ֆոլիկուլների զարգացումն է տուժում։ Սա երրորդ մեխանիզմը եւ չորրորդը բորբոքային մարկերներն են բարձրանում։ Դա էլ բերում է արդեն էնդոմետրիումի վրա է ազդում։ Հերոստատիտողի հետ ինչ էինք պայմանավորել, պայմանավորվել էինք, որ քննարկենք տղամարդկանց։ Եվ այսպես քո կարծիքով տղամարդկանց հորմոնալ խանգարումները կարող են բերել անպտղության։ Այդ տեսնենք ինչ է կարծում մեր հերոստատիտողը։ 42% կարծում է, որ այո, հորմոնալ խնդիրները կարող են տղամարդու մոտ բերել անպտղության, 58% կարծում է, որ ոչ, դա միայն կանանց է բնորոշ։ Եվ ես կհամաձայնեմ 42%-ի հետ, քանի որ տղամարդկանց անպտղությունը շատ ավելի տարածված է, քան կանանց անպտղությունը, ցավոք, եւ շատ դեպքերում կանանց են հետազոտում, տղամարդիկ մնում են ստվերում, բայց խորհուրդ կտամ, որպեսզի առաջնային, քանի որ տղամարդկանց ստուգումը շատ ավելի հեշտ է, արագ է, ժամանակատար չէ, այդպես ինչպես եւ ավելի մատչելի։ Տեսեք, պատճառներից էնդոկրին տղամարդկանց մոտ կառանձնացնեմ դեվահանաձև գեղձի խնդիրները, պրոլակտինի հետ կապված խնդիրները, հիպոգոնադիզմը, այսինքն երբ որ հորմոնները քչացած են, LGNF, տեստոստերոնն է ընկած, նաև կառանձնացնեմ կորտիզոլը, այսինքն քրոնիկ ստրեսը, քանի որ կորտիզոլը բաշխում է էներգիան, այս պարագայում ինքը էներգիա ծախսում է ոչ թե որպեսզի ֆերտիլությունը ավելացնի, այլ որպեսզի այդ էներգիան պահի մեր։ Իրականում գալիս ենք մի եզրակացության, որ հորմոնալ խնդիրները կարող են եւ կնոջ, եւ տղամարդու մոտ բերել անպտղության, բայց նաեւ ամենավատ բանը, երբ փորձում են գտնել այսպես մեղավորին, գինտներ մեղավոր թե տղամարդն է, չկա այդպիսի բան։ Կա զույգի մոտ խնդիր եւ պետք է երկու անձնավորությունը իրենց խնդիրը լուծեն եւ երբեք ու երբեք չփնտրեն մեղավորներ։ Ընդհանրապես դիմում ենք բժշկի, քննարկում ենք, հասկանում ենք եւ ամեն ինչ անում ենք, որ թեման վերջանա լավ միատարողջ բալիկի լույս աշխարհ գալով։ Հիշեցնեմ, իմ հյուրը այսօր էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանն է, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։
Հոկտեմբեր ամսին բժշկական համալիր դիմեց 11-ամյա մեր պացիենտը, ում մոտ առկա էր ողնաշարի բավական լուրջ կիֆոտիկ դեֆորմացիա, որը պայմանավորված էր կրծքային 4-րդ ողի շրջանի նորագույացությամբ, որն էլ բերել էր համապատասխան ողի խիստ արտահայտված դեֆորմացիա։ Ինձ զանգեցին մի օր դպրոցից, ասացին երեխան իրան վատ է զգում, տարել ենք բուժարան։ Մի 2-3 անգամ այդպես դեպքեր կատարվեցին, ինձ զանգեցին, ասացին, որ երեխան հաճախակի իրան լավ չի զգում, եկեք տարեք, տուն տարեք։ Ես բերել եմ, տարել եմ հիվանդանոց հետազոտման։ Առաջին քայլով մենք իրականացրեցինք նշված գոյացության բիոպսիա, որի արդյունքում ստացանք, որ դա ոչ թե ինչ-որ ուռուցք է, այլ իմուն բջիջների բավարար պրոլիֆերացիա, կոչվում է էոզինոֆիլիկ գրանուլոմա, եւ մշակվեց բուժման սխեման, որն իրենից ներկայացնում էր կիֆոզի այդ դեֆորմացիան հետագա զարգացումը կանխելու համար տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, այսինքն ողնաշարի համապատասխան իմպլանտներով ֆիքսացիա եւ գոյացության մաքսիմալ հեռացում։ Հետազոտությունից հետո, որ արդեն պարզվեց, որ պետք է վիրահատություն անցկացվի, երեխային անհրաժեշտ էր շատ թանկարժեք, բարդ իմպլանտներով վիրահատություն, ի վիճակի չենք կարող այդքան գումար ապահովել։ Մեզ աջակցեցին Հայաստանի երեխաների աջակցության հիմնադրամից Արմեն Մարտիրոսյանի կողմից օգնություն ստացանք իմպլանտների գումարով, ինքը մեզ օգնեց ապահովեց այդ ամենը։ Շատ շնորհակալ ենք իրանից։ Քանի որ իմպլանտների արժեքը բավական մեծ էր եւ դա չի ֆինանսավորվում այդ պատվերի շրջանակներում, դիմեցինք բարեգործական հիմնադրամին, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին եւ նրանց աջակցությամբ բուժառուն կարողացավ ձեռք բերել այդ ամբողջ իմպլանտների համակարգը եւ մի քանի մասնագետների, այդ թվում Կարապետ Պոմջյանի, Բադալյան Սևակի մասնակցությամբ համատեղ իրականացվեց բավական լուրջ վիրահատություն, կրծքային 4 մակարդակներում իրականացվեց տրանսպեդիկուլյար ֆիքսացիա եւ գոյացության հեռացում։ Ես չէի վախենում, տենց չէի մտածում դրա մասին շատ։ Մաման էր շատ վախենում իմ համար։ Երեխան շատ համարձակ էր ի սկզբանե եւ անգամ երբ որ մենք ինչ-որ միջամտություն էինք իրականացնում, մայրը գանգատվում էր, նեղվում էր, երեխան շատ համարձակ ու մորը հանգստացնում էր եւ շատ լավ դիմանում էր ցանկացած ցավի, ցանկացած միջամտության։ Բուժառուն դուրս գրվեց հիվանդանոցից 1 շաբաթ անց եւ վերջերս եկավ կրկին մեզ մոտ հետազոտության, որով որ պաթոլոգիան կարելի է համարել բուժված, բայց դեռ շարունակվում է հիվանդի դինամիկ հսկողությունը։ Բոլոր այդ ծնողներին խորհուրդ կտանք, ովքեր որ անցնում են այդ վատ ճանապարհով, ովքեր ունեն նման խնդիրներ, հիվանդ երեխաներ, թող հույսը դնեն Աստծո վրա, Աստծուն կանչեն, աղոթեն ու ամեն ինչ լավ կլինի։ Աստծով ու բժիշկներով։ Այն երեխեքը, որ ունեն առողջական խնդիրներ, շատ լուրջ, իրանց ուզում եմ ասեմ, մի վախեցեք, լավ կլինի, դուք կառողջանաք, այո, ցավերը կլինեն, կցավա, բայց ոչինչ կանցնի։ Դուք էլ ձեզ լավ կզգաք ոնց առաջ ու նորից կկանաք ձեր ուզած բաներով զբաղվեք։ Շարունակում ենք հաղորդումը, սա ծնողների դպրոցն է։ Ինչ ունեմ ես եւ ինչ չունես դու։ Ես ունեմ վահանաձև գեղձ, իսկ դու չունես, բայց շտկելի խնդիր է։ Մենք կփորձենք այսպես թեթև մի հատ վահանաձև գեղձ ստեղծել քեզ համար։ Մոտավորապես այս հատվածում, մոտավորապես հենց այս չափերի, այս ձևով պետք է ընկալել վահանաձև գեղձը։ Փոքրիկ գեղձ, որը պատասխանատու է բազմաթիվ օրգան համակարգերի աշխատանքի համար։
Ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների մոտ եւ մենք այսօր հենց խոսելու ենք վահանաձև գեղձի խնդիրների մասին մանկական տարիքում։ Իսկ զրուցելու ենք մանկական էնդոկրինոլոգ Մարինե Առաքելյանի հետ։ Դիմավոր ենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսպես ինչ է ներկայացնում ուրեմն վահանաձև գեղձը։ Այն թիթեռնիկի նման փոքր օրգան է, բայց իրականում այն դեր ունի մեր մյուս այլ օրգան համակարգերի աշխատանքի մեջ, արտադրում է թիրոքսին հորմոն, որի հումքը հանդիսանում է յոդը։ Բայց մենք գիտենք, որ մեծահասակների մոտ շատ կարևոր օրգան, երեխաների մոտ էլ է կարևոր։ Այո, եւ մենք դրան անվանում ենք բնածին հիպոթիրեոզ։ Այսինքն, եթե թարգմանենք հիպոթիրեոզ ասածը, նշանակում է, որ վահանաձև գեղձի թեր ֆունկցիա լավ չի աշխատում։ Այո, վահանաձև գեղձը այդքան ասացի, լավ չի աշխատում։ Ինչ կլինի, որ լավ չաշխատի։ Ասենք, որ հղիության հենց առաջի շաբաթներից տեղի ունենում վահանաձև գեղձի ձևավորում եւ ինչու է առաջանում բնածին հիպոթիրեոզ, ինչ որ այդ փուլերից որևէ մեկում տեղի ունենում խանգարում եւ վերջնարդյունքը լինում է, որ ծնվում է երեխա, ով ունի բնածին հիպոթիրեոզ։ Հաճախ են ծնվում այդպիսի երեխաներ։ Ոչ, հաճախ չեն ծնվում։ 3000-ից 4000-ից մեկի մոտ է հանդիպում աշխարհում։ Այսինքն մոտավորապես մի 10 երեխա Հայաստանում տարեկան։ Այո, մոտավորապես։ Լինում են դեպքեր, երբ որ ընդհանրապես վահանաձև գեղձ չի ձևավորվում, լինում է այլ տեղադրության է լինում է փոքր չափերի է լինում է նաև դեպքեր, երբ որ չափերի առումով նորմալ է, սակայն վահանաձև գեղձը գործարանը իր ֆունկցիան չի կատարում։ Սովորաբար այդ երեխաները կարճահասակ են լինում, խոսքի հապաղում է տեղի ունենում, ավելի փոքր տարիքի երեխաները անընդհատ քնկոտ են լինում, ձայնը խրպոտ է լինում, լացելիս այդ խրպոտ ձայնը շատ հստակ, վատ են սովորում, մշտական փորկապություն են ունենում, քանի որ նաև սրտի աշխատանքին է մասնակցում, սրտի աշխատանքը դանդաղած է լինում։ Մկանային թուլություն են ունենում, այսինքն ֆիզիկական ակտիվության գրեթե ոչ մի տեսակի համար ունակ չեն ունենում կատարելու այդ ամեն ինչը։ Էլի դատավճիռ չէ։ Այո, դատավճիռ չէ։ Կարելի է շտկել։ Այո, եւ նոր ծնված ուզում եմ ասեմ բալիկները, ովքեր ունեն բնածին հիպոթիրեոզ, առաջին հայացքից առողջ են թվում։ Եվ այդ պատճառով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականից կատարվում է նորածնային սկրինինգային ծրագիրը, որպեսզի բաց չթողնվի ոչ մի դեպք բնածին հիպոթիրեոզի։ Լավ, սա բնածին։ Տարբերակում համապատասխան բնականաբար բուժումներ եւ այլն։ Հիմա երեխան ծնվել է նորմալ վահանաձև գեղձով, բայց ինչ որ մի պահից սկսում է վատ աշխատել վահանաձև գեղձը, այնպես ինչպես հազարավոր, եթե ասում ենք տարեկան 10 երեխա ծնվում է այս խնդրով, ապա մեծահասակների շրջանում ինչքան հիպոթիրեոզով մարդ կա Հայաստանում։ Շատ։ Համարյա բոլորը առողջ ծնվեցին, հետո լինում է դեպքեր, որ յոդի դեֆիցիտ է իրական դրա տակ թաքնված լինում, այսինքն բավարար քանակությամբ յոդ չենք ստանում, որովհետև մենք ամեն դեպքում ճիշտ է ունենք յոդացված աղ, սակայն ամեն դեպքում մենք համարվում ենք էնդեմիկ օջախ, մեր հանրապետությունում յոդի դեֆիցիտը կա։ Եվ իմ պրակտիկայում այն երեխաները, ովքեր ընդհանրապես հրաժարվում են աղի օգտագործումից, ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են նրանց մոտ հենց յոդի դեֆիցիտով պայմանավորված հիպոթիրեոզ։ Աղի գովաց ճանեք։ Չեմ անում։ Աղի գովաց ճանեք, աղի լավ բան չի, չափավոր։ Եվ իդեպ մենք այստեղ միշտ հիշում ենք նաև աղի ճիշտ օգտագործման ձևը։ Այո, մինչև 5 գրամ։ Նախ պահել անթափան ժամանների մեջ եւ օրինակ, երբ որ դուք աղ եք ավելացնում ճաշի մեջ, դա անեք ամենավերջում։ Այո, որովհետեւ յոդը չքայքայի, որովհետեւ եթե դուք ամենասկզբում դրեցիք, այդ աղը արեցիք, այդ աղով ճաշը դրեցիք ջեռոցի վրա, եռալու ընթացքում այդ յոդը անհետանալու է, այնպես որ ավելացնում ենք վերջում։ Մենք այսօր խոսում ենք վահանաձև գեղձի մասին, մենք խոսում ենք, որ այն շատ կարևոր դեր է խաղում, այն շատ փոքրիկ է, բայց շատ կարևոր է եւ մանկական տարիքից սկսած պետք է վահանաձև գեղձին ուշադրություն դարձնել։ Մարինե Առաքելյանն էր, մանկական էնդոկրինոլոգ, մեր հյուրը, մնացեք մեզ հետ։ Սնվենք հաճույքով եւ մնանք առողջ։ Մեր հաղորդման հաջորդ հատվածն է իմ հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ողջույն։ Ողջույն Վահե ջան։ Եվ իհարկե մեր խոհարարը Նարինե Ալեքսանյանը, ողջույն Նարինե։ Ողջույն Վահե։ Իսկ թեման այսօր մեր որտեղ թեման ընտրեց։
Ցիտրուսներ։ Եվ այսպես, մենք այսօր խոսում ենք ցիտրուսների մասին եւ մենք պատրաստելու ենք վիտամին C-ով հարուստ վիտամինային աղցանդ, որի համար օգտագործելու ենք կարմիր կաղամբ 120 գրամ, բուլղարական պղպեղ 70 գրամ, չերի լոլիկ 40 գրամ, լիմոնի հյութ 20 մլ, պարմեզան 20 գրամ, ընդեղին 10 գրամ, աղ, սև պղպեղ եւ ձիթայուղ։ Փորձել եք։ Այո, Լավն է։ շատ։ Տանը պատրաստում եմ։ Ես միշտ բանջարեղենային աղցաններ սիրում եմ թարմ, տեսականին լայն, դրա համար տեսականիում շատ կարևոր է բազմազանության ապահովումը, ինչի եմ ասում, որովհետև բազմաթիվ մարդիկ հրաժարվում են մի փոքր այդ դառնահամի պատճառով, բայց կիտրոնի հյութը, որը որ մեր ցիտրուսների նաև թագուհին է, այ հենց դրա համար շատ կարևոր է, որովհետև ցիտրուսները նաև կարողանում են քողարկել այդ դառնահամերը եւ նաև հիանալի, ուրեմն կարողանում են ներդաշնակություն եւ համային եւ սննդագիտական։ Մենք իհարկե բոլորս կարող ենք գնել կիտրոն, սեղմել, ստանալ հյութ։ Մենք կարող ենք գնալ խանութ եւ խանութներում այսօր կան կիտրոնի հյութեր շշալցված։ Հիմա ինձ կասեք դրանց տարբերությունը։ Օ, չէ, շատ մեծ է տարբերությունը։ Իդեպ նաև եկեք մարդկանց համար, որպեսզի պատկերավոր լինի, երբ մենք խոսում ենք մրգից, երբ խոսում ենք ցիտրուսային մրգից, խոսում ենք մրգից, որովհետև շատ հաճախ մեր հեռուստադիտողները, մեր սպառողները շփոթում են հյութը եւ միրգը։ Ինչու՞, որովհետև երբ մենք օգտագործում ենք միրգը, մենք օգտագործում ենք նաև մանաթելերը։ Եվ ուզում եմ հատուկ շեշտել, որ ցիտրուսային մրգերին մենք կարող ենք անվանել ֆունկցիոնալ սննդամթերք, որտեղ նրանք պարունակում են հակաօքսիդանտների բարձր պարունակություն, միներալներ, վիտամիններ, որտեղ մենք շատ հաճախ ասում ենք վիտամին C-ի աղբյուր։ Նրանք միայն վիտամին C-ի աղբյուր չեն։ Նրանք այնքան մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում եւ կարեւոր մանրաթելեր մեր օրգանիզմի համար կարեւոր։ Երբ դուք հյութը հանում եք, մանրաթելը չենք ստանում, հետևապես նա այլևս այն դերը, որը ուներ որպես միրգ, չի կատարում։ Դրա համար երբ մենք խոսում ենք մրգից, խոսում ենք մրգից։ Հյութը արդեն մեր մոտ առանձին թեմա է։ Ինչու եմ սա շեշտում, որտեղ եթե կիտրոնի պարագայում մենք մեծ քանակով հյութը չենք կարող խմել, քանի որ թթվայնությունը բարձր է եւ շաքարի բարձր պարունակություն չունի կիտրոնը, ապա բազմաթիվ ցիտրուսային մրգերի դեպքում մարդուն հարցնում ես նարինջ օգտագործում ես, ասում այո, նարինջի հյութ եմ խմում։ Ամեն առավոտ։ Դրա համար եմ ասում, որ պատկերավոր լինի, երբեք հյութը եւ միրգը մեր օրգանիզմի համար չունեն նույն դերը եւ նշանակությունը։ Հիմա մետա նաեւ տվյալներով հետազոտությունները ցույց են տալիս, որ ցիտրուսային մրգերը մեծ ներուժ ունեն բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործընթացում, այդ թվում սիրտանոթային համակարգի հիվանդությունների։ Մարդիկ եւս պիտի հասկանան, որ մենք հիմա 21-րդ դարում ուզենք թե չուզենք ամեն օր առնչվում ենք ազատ ռադիկալների հետ։ Եվ ցավոք սրտի ազատ ռադիկալները հիմա օքսիդատիվ ստրեսի, օրգանիզմի ծերացման եւ բազմաթիվ հիվանդությունների առաջացման գործոն են։ Այս առումով ցիտրուսային մրգերը ոչ միայն ապահովում են մեր օրգանիզմը վիտամիններով եւ ամրացնում մեր իմունային համակարգը, այլ հակաօքսիդանտները, որոնք որ առկա են այս մրգերում, կարողանում են վնասազերծել ազատ ռադիկալները եւ պաշտպանում մեր օրգանիզմը բորբոքային պրոցեսներից եւ ծերացումներից։ Առանց ցիտրուսային մրգերի ցավոք սրտի երևի տարվա ընթացքում 4-5 ամիս մենք մրգերի բազմազանություն չենք կարող ապահովել։ Դուք որ նարինջն եք սիրում, դեղինը թե կարմիրը։ Պետք է ամեն օր օգտագործել բնականաբար այս տեսակային կազմից որևէ մեկը, ինչու որովհետև նախ շատ կարևոր է հասկանալ, որ օրինակ, թուրինջը, նարինջը, այո, նրանք բոլորը շատ լավն են, շատ օգտակար են, տարբեր վիտամիններ են պարունակում, բայց օրինակ թուրինջի պարագայում գիտեք, որ որոշակի սահմանափակումներ ունենք բացառապես այն մարդկանց համար, որոնք որ բարձր զարկերակային ճնշման դեղեր են ստանում կամ օրինակ ստատիններով բուժում են ստանում, այն դեղի, քայքայման, տարալուծման համար պատասխանատու ֆերմենտներին, քանի որ ճնշում է, դեղի կոնցենտրացիան արյան մեջ կարող է հասնել անգամ թունավոր աշճանես, ինքն մենք չենք խոսում միայն արդյունավետության մասին, մենք խոսում ենք, որ վնասում ենք մեր օրգանիզմին, կարող ենք ընդհուպ ունենալ թունավոր հետևանքներ, բայց խոսքը չի վերաբերվում առողջ մարդկանց։ Իդեպ ասեմ նույն ցիտրուսային մրգերի հետ կապված, այո, ցիտրուսային մրգերը ունեն բարձր թթվություն եւ բնականաբար որևէ մեկին չենք ասում չարաշահեք կամ մեծ քանակներով օգտագործեք։ Իդեպ մրգերը օրվա ընթացքում մենք պետք է օգտագործենք բավարար եւ չափավոր։ Սա եւս կարեւոր է։ Եթե մենք ուզում ենք մեր օրգանիզմը ստանա բոլոր օգտակար նյութերը, բայց այնուամենայնիվ դուք տեսնում եք, այս ցիտրուսային մրգերը բազմաթիվ օրեր Հայաստան են ներմուծվում հեռավոր երկրներից։ Այդ է հարցնելու, եթե ես մտնում եմ խանութ ու շոշափում եմ ու զգում եմ, որ
պարաֆինոտ ինչ որ մի Տեսեք, բան կա։ այո, տարբեր եղանակներ կան։ Մի դեպքում օրինակ հետ հավաքային թունաքիմիկատներ են օգտագործում։ Հավաքում են հակասնկային թունաքիմիկատներ, որպեսզի չբորբոսնի եւ բազմաթիվ մեկնաբանություններ են, իսկ ինչու չեք արգելում այդ նյութերի կիրառությունը, հարգելի հեռուստադիտողներ, եթե արգելվի այդ նյութերի կիրառությունը, դա տեղ չի հասնի, այսինքն դուք Հայաստանում չեք ունենա, այո, Իտալիայում, որտեղ կա ցիտրուսների արտադրություն, իրենք կարող են գնալ խանութից առնեն օրգանիկ կիտրոն, երեկվա հավաքած նարինջ, ապա Հայաստանի Հանրապետության պարագայում տեղափոխման ընթացքում պետք է օգտագործեն, բայց ինչ կարող ենք անել մենք։ Կարող ենք արդյոք ռիսկը նվազեցնել, միանշանակ այո։ Հատկապես այդ մաշկի վրա, կեղևի վրա օգտագործվող թունաքիմիկատները մենք պետք է լավ լվանանք եւ անպայման հեռացնենք։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ բազմաթիվ մարդիկ ասում են, բայց կեղևը օգտակար է, չէ՞, կարող ենք խոհարարական նպատակներով օգտագործել։ Օգտագործում եք երբևէ կեղևը։ Այո, օգտագործում ենք։ Հատկապես, տեսեք, հատկապես լիմոնի կեղևը։ Ինչ պետք է անենք։ Եթե պետք է օգտագործենք, դա նշանակում է, որ պարտադիր պետք է նախ թույլ սոդայաջրով կամ թույլ քացախաջրով, հետո տաք ջրով եւ հատկապես հիմա շատ մատչելի սննդային խոզանակներ են վաճառում։ Գիտեմ, որ լիուլի մեր հեռուստադիտողները նաեւ on-line մարքետներից են օգտվում, շատ հարմար է, որովհետեւ այդ մազիկները լավ հնարավորություն են տալիս արտաքին այդ թաղանթը լավ մաքրել, բայց այնուամենայնիվ առաջին շերտը, որը որ պետք է օգտագործենք, խորհուրդ չի տրվում։ Այո, եթե կարող եք գտնել օրգանիկ տարբերակը, այսինքն այն տարբերակը, որտեղ թունաքիմիկատներ չի կիրառվել, այլ է, բայց սա հատուկ եմ շեշտում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ եթե օգտագործում ենք օրինակ օրվա ընթացքում 1 միրգ կամ 2 միրգ, 200 գրամ, այո, դա անհրաժեշտ է, այսինքն մենք օրական 200 գրամ միրգ պարտադիր պետք է ստանանք, բայց դա չի ենթադրում, որ մրգի սպառումը մենք պետք է դարձնենք 500 գրամ կամ 600 գրամ, իդեպ ասեմ, որ սա միայն թունաքիմիկատի հետ կապված չի։ Ընդհանրապես, մենք եթե ասում ենք, որ բազմազան պետք է մարդը սնվի, նշանակում է բոլոր խմբերից էլ պիտի ներառվի, այսինքն եւ բանջարեղեն պիտի լինի սննդակարգում, եւ միրգ պետք է լինի։ Հիշում ենք մեր ոսկե կանոնը, 200 գրամ միրգը օգտագործում ենք ամեն օր։ Շնորհակալություն։ Իսկ դե այս ընթացքում տեսեք, դուք պատմեցիք, իսկ Նարինեն աշխատեց։ Հիմա ո՞րն է ազնիվ, ում է հասնում այս պարագայում աղցանը։ Դե կարծում եմ առաջինը խոհարարի, կեսը։ Կեսը։ Այն կեսն էլ հաղորդավարին եւ հյուրին։ Ես համաձայն չեմ, ես կարծում եմ, որ լավ, ես կմտածեմ, թե ինչպես մենք կկիսենք, բայց այնուամենայնիվ հաղորդավարները ասեմ միշտ ունեն առավելություն։ Ունես հրաշալի հյուր, ունես հրաշալի խոհարար, եւ հետո ունես քո ձեռքի մեջ ափսե, որի մեջ տեսնում ես վիտամինային հարուստ համեղ աղցան։ Դիդեպ նաև շատ գեղեցիկ եւ գունեղ։ Ինչի եմ սա շեշտում, որովհետեւ կարմիրը օրինակի համար առողջ սրտի համար է լավ այն կենսաբանական ակտիվ նյութերը, իսկ օրինակ մանուշակագույնը մեր օրգանիզմից թույների հեռացման։ Հետևաբար, եթե դուք մեկ ափսեի մեջ համադրում եք սպիտակը, կանաչը, մանուշակագույնը, կարմիրը եւ եթե մի փոքր էլ սպիտակ ենք ունենում, սպիտակը օրինակ սոխը, սխտորը, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք իսկապես ստանում եք ափսե, որը համապատասխանում է ծիածանագույն սննդակարգի բոլոր կանոններին։ Այսքանից հետո հույս ունի, որ իր հետ կկիսվեն։ Գնացեք մեզ։ Այսօր նստակյաց կյանքը նպաստում է պարանոցի ցավերի առաջացմանը։ Սխալ կեցված, սխալ դիրք, մկանային բալանսի խախտում, տարիքի հետ կապված երկմկանները թուլանում են, իսկ ոսկրերը ձևափոխվում։ Սրանք բոլորը կարող են բերել պարանոցի ցավերի առաջացմանը։ Պարանոցի ցավերի 90 եւ ավել տոկոս դեպքերում խնդիրը գալիս է ներքևից։ Այսինքն, եթե մենք ունենում ենք անկայուն ոտնաթաթ, արդեն մեր ողնաշարի նորմալ ֆիզիոլոգիական կառուցվածքը բիոմեխանիկան խանգարվում է։ Ծնկները հարմարվում են այդ ոտնաթաթի սխալ դիրքին, կոնքը ծնկներին եւ պարանոցը, քանի որ ողնաշարի ամենավերևի հատվածն է, ինքը հարմարվում, կոմպենսացվում է ողնաշարի սխալ դիրքին։ Այդ իսկ պատճառով աշխատելով ներքևից, վերականգնելով մկանային բալանսը, մենք կարողանում ենք պարանոցի հետ չաշխատելով պարանոցի ցավերը վերացնել։ Այսօր ցույց կտամ 3 վարժություն, որ կարող եք կատարել պարանոցի ցավերի ժամանակ ցավը մեղմացնելու, վերահսկելու եւ բարելավելու համար։
Վարժությունը կատարում ենք մեջքով դեպի պատը, ոտքերը մի փոքր առաջ, ծնկները մի փոքր ծալած, ամենակարևորը գոտկատեղը սեղմած պատին, ձեռքերը ինչքան հնարավոր է սեղմելով դեպի հետ, բարձրացնում ենք վերև եւ իջացնում։ Վարժությունը անում ենք 20 անգամ 3 մոտեցումով։ Այս վարժության ժամանակ աշխատում են այնպիսի մկաններ, որոնք պահում են թիակները ճիշտ դիրքում եւ թեթևացնում են պարանոցի ծանրաբեռնվածությունը։ Օգնում են մեջքի լարվածությունը նվազեցնել եւ շտկում են կիֆոցի կեցվածքը։ Երկրորդ վարժությունը դա թիակների ռետրակցիա վարժությունն է, ուսերը հանգիստ, արմունկները ուղիղ, թիակները դեպի ետ ենք քաշում։ Ամենակարևորը կրծքային մկանները չեն բարձրանում, պրեսը մի փոքր ձիգ։ Թիակների ռետրակցիան ուժեղացնում է մեջքի վերին հատվածի մկանները, ուղղում ուսերն ու գլուխը, բացում կրծքային հատվածը եւ նվազեցնում պարանոցի ծանրաբեռնվածությունը։ Երրորդ վարժությունը մեծ եւ փոքր կրծքամկանների ձգումն է, սթրեչը։ Վարժությունը կատարում ենք պատի մոտ, ոտքը մի փոքր առաջ, ծունկը ծալած, արմունկը 90 աստիճան, ձգվում ենք դեպի առաջ, գլուխը թեքելով աջ։ Պահում ենք 15-ից 20 վայրկյան եւ դանդաղ հետ ենք գալիս։ Վարժությունը կատարում ենք 3 կամ 4 մոտեցումով։ Սխալ դիրքից, սխալ կեցվածքից կրծքամկանները կարճանում են եւ ուսերը բերում են դեպի առաջ։ Այս վարժությունը օգնում է ուսերը տանել իր նորմալ ֆիզիոլոգիական դիրքին։ Փոքր կրծքամկանի սթրեչը կատարում ենք արմունկը 110 աստիճան դիրքում։ Վարժությունը կատարում ենք եւ աջ եւ ձախ կողմերով։ Անհատապես ընտրված վարժությունները մասնագետի կողմից կարող են ցավը վերահսկել, բարելավել, ինչու՞ չէ բուժել խնդիրը։ Այսպես հարգելի հեռուստատողներ, ամփոփենք նաև այսօրվա հաղորդումը, հիշեցնեմ գլխավոր թեման այսօր նվիրված էր հորմոններին, հորմոնալ համակարգին, հետևեք ձեր հորմոններին, առողջ սնունդ օգտագործեք, լավ քնեք, զբաղվեք սպորտով եւ իհարկե, եթե կա անպտղություն, հետազոտվեք երկուսով, որովհետեւ այո, կարող է մեր ամենափոքրիկ օրգաններից որևէ մեկում չնչին քանակությամբ արտադրվող կամ չարտադրվող հորմոնը խանգարի ձեզ առողջ եւ լավ բալիկներ ունենալուն եւ հակառակը կարգավորելով դա դուք կարող եք ապահովել ձեր ընտանիքի երջանկությունը։ Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ դուք լինեք առողջ։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։